Գյուղ Քարինջ գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գտնվում է Դեբետ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին, Ալավերդի քաղաքից մոտ 13 կիլոմետր հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1230 մետր է, հեռավորությունը մարզկենտրոնից 36 կիլոմետր հյուսիս-արևելք։ Դեբետի կիրճի փոքրիկ, բայց կոլորիտային բնակավայրերից է Քարինջը։ Գյուղում կա 10-րդ դարի ոճով կառուցված մատուռ, ինչը վկայում է, որ տվյալ ժամանակահատվածում գյուղում եղել է որոշակի քանակության բնակչություն։ Քարինջի բնակիչները ծագումով հարևան Մարծ գյուղից են։ Ինչպես գիտենք, Մարզում եւ հարակից հատվածներում բնակչության մասին փաստարկներ կան դեռևս շատ հին ժամանակներից։ Քարինջն այժմ գտնվում է Թումանյան խոշորացված համայնքի վարչական տարածքում, որտեղ ներառված են նաև Թումանյան քաղաքը, Մարզ, Ահնիձոր, Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերը։ Գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ որոշ մշակաբույսերի մշակմամբ։ Գյուղի վարչական տարածքը մի կողմից եզերում է Դեբետի կիրճը, մյուս կողմից Մարսի կիրճը, ինչն ինքնատիպ գեղեցկություն է հաղորդում համայնքին հեռվից դիտելիս։ Բացի դա, գյուղի վերին հատվածը գրեթե ամբողջությամբ ծածկված է անտառներով։ Քայլարշավի սիրահարների համար Քարինջն իդեալական վայր է։ Այստեղից Թումանյան քաղաք կա քայլարշավի գեղեցիկ արահետ, ինչպես նաև Մարզ գետի ափ իջնող արահետ, որից հետո այն կարող է դսեղ բարձրացող արահետին միանալ եւ օգտվել մշակված արահետից։ Արահետ կա նաև դեպի հարևան Մարզ։ Քարինջում դեռևս չկան տուրիստական ենթակառուցվածքների բավարար քանակ, սակայն այն ունի բավականին մեծ պոտենցիալ, հատկապես էկոտուրիզմի շրջանակում։ Գյուղը իր ճանապարհի նման է, քարքարոտ եւ տխուր։ Ճանապարհին հանդիպող ամեն ոլորանից հետո թվում է, որ ճանապարհը ավարտվեց ու արդեն հասար գյուղ, բայց հենց այդ ոլորանի վերջում մի նոր այդպիսի ոլորան է սկսվում։ Այս գյուղի ճանապարհը, որպես այս բառի հիմնական իմաստ, ավարտվում է գյուղից դեռ շատ հեռու մի տեղ ու շարունակվում է որպես արահետ, գիծ, ծիր, բայց ոչ ճանապարհ։ Ու դժվար ճանապարհի նման ձգվում է նաև այս գյուղում ապրող մարդկանց կյանքը, մարդկանց, որոնց թիվը գնալով ավելի քիչ է դառնում։ Այս գյուղը Քարինջն է, Լոռու մարզի փոքր գյուղերից մեկը, որը ունի մոտ 700 բնակիչ։ Փաստացի տվյալներով գյուղի բնակչությունը համարյա չի փոխվել, բայց երբ քայլում ես ու տեսնում, որ կողպված դռներով տները այնքան էլ քիչ չեն, հասկանում ես, որ մարդիկ գնացել են։ Լավ կյանքի ձգտումով թողել են այս քարքարոտ գյուղն ու հեռացել։ Քարինջ գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին, սակայն կան աղբյուրներ, որ գյուղը եղել է ավելի վաղուց։ Քարինջում եղել է բնակատեղի, որն անհայտ պայմաններում անապատացել է ու դարձել խարաբա, այսինքն անբնակ տարածք։ Բնակիչները պատմում են, որ հետագայում 1800-ականներին հարևան Մարզ գյուղից 5 ընտանիք եկել եւ վերաբնակեցրել է գյուղը։ Շելինգ են արել խարաբեն։ Այս բառերով է կազմված այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են այդ 5 ընտանիքների ներկայացուցիչները։ Գյուղի անվան հիմքում էլ Քար արմատն է։ Բնակիչները պատմում են, որ երբ Մարզ գյուղից եկել են Քարինջի տեղանքը նայելու եւ հետ են գնացել Մարզ, բնակիչները հարցրել են, թե ինչ կար այդ գյուղում։ Ուսումնասիրողներից մեկը պատասխանել է. Քար, էլ ինչ։ Հենց այսպես էլ կոչել են գյուղը։ Եվ իրոք, այստեղ բացի քարից այլ բան գտնելը մի քիչ դժվար է, իհարկե չհաշված գեղեցիկ բնությունն ու հյուրասեր բնակիչներին։ Նախկինում քարինջեցիները հենց այս քարի շնորհիվ էլ կարողանում էին վաստակել իրենց ապրուստը։ Կային քարհանքեր, որոնց շնորհիվ աշխատատեղեր կային ու բավականին լավ շահույթ։ Այսօր գյուղում գործում է միայն 2 քարհանք, որոնք նախկին թափն ու հզորությունը չունեն։ Քարինջի բնությունը անտարբեր չի թողել մեծն Մարտիրոս Սարյանին։ Սարյանը դսեղում հյուրընկալվել է Թումանյանին, այնտեղից տեսել է Քարինջն ու նկարել։ Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում, այսպես է կոչվում կտավը,
որն այժմ տպված է հին 5000-անոց թղթադրամի դարսերեսին։ Ինչպես նշեցի, բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, բայց սա այնքան էլ շահութաբեր չէ, քանի որ չկան լայնարձակ արոտավայրեր կամ խոթարքեր։ Ահա այս պատճառներով էլ դռների վրա կողպեքներ են հայտնվում։ Ինչպես նշեցի, նաև գյուղը 2016 թվականին մասը դարձավ Թումանյան խոշորացված համայնքի։ Խոշորացումից հետո բազմաթիվ փոփոխություններ եղան, որոնց բնակիչների մի մասը դրական է համարում, մյուսները դժգոհում են։ 2018 թվականի ամռանը գյուղի երիտասարդները փորձեցին օգտագործել քարինջի չքնաղ բնության գործոնը և զարկ տալ զբոսաշրջությանը։ Գյուղ այցելած մարդկանցից առաջին խոսքերը, որ կարելի էր լսել, դժգոհություններն էին ճանապարհից և հիացմունքը նույն այդ ճանապարհով։ Ճանապարհի շուրջը բնությունը իրոք հիացնող է, բայց միայն գեղեցկությունը քիչ է, մարդիկ նաև հարմարավետություն են փնտրում։ Գյուղի պատանիները երազում են իրենց համայնքն ավելի լավը դարձնել։ Երեխաներն ուզում են սովորել, ստեղծագործել ու երևակայել։ Շատ զբաղմունքներ չկան քարինջում, բայց դժվար թե գտնվի մեկը, որը չի աշխատում։ Ընտանի կենդանիների խնամքը, հողագործությունը, բարուցանքը և բերքահավաքը, սար բարձրանալն ու արևի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կոփել են տեղացիներին, դիմակայելու դժվարություններին։ Քարինջ գյուղի գեղեցկությունը բնությունն ու այնտեղ ապրող մարդիկ են։